Հունվարի 16-ին կեսգիշերին մոտ ոստիկանության Թումանյանի բաժինը հազանգեր ստացվեցին Թումանյան քաղաքից Ալավերդի բժշկական կենտրոն տեղափոխված երկու բնակիչների վերաբերյալ։ Երկուսն էլ կրծքավանդակի սուր կտրող գործիքից ստացած առնահոսող վերքեր ունեին։ Քիչ անց իրավապահները տեղեկացան, որ Վանաձորի բժշկական կենտրոն կտրած ծակած վերքերով բուժօգնության է դիմել մի քաղաքացի ևս։ Տուժածը հայտնեց, որ վնասվածքը ստացել է կրկին Թումանյան քաղաքում, իբր սայթաքել ընկել է։ Հայտարարությունը ոստիկաններին կասկածելի թվաց, քանի որ դեպքերը նույն քաղաքում են կատարվել եւ համարյա նույն պահին, ենթադրություն արվեց, որ դրանք իրար հետ կապ ունեն։ Ըստ բժիշկների եզրակացության որովայնի վերքը նույնպես սուր կտրող ծակող գործիքից էր։ Ոստիկանները տուժածներից հաղորդում վերցրին։ Նրանցից երկուսը Թումանյան քաղաքի 5-րդ փողոցի շենքերից մեկում խնջույքի էին մասնակցել, իսկ երրորդը նույն շենքի բնակիչ էր։ Ուշ էր արդեն։ Տեսա ձենձուն ա գալի իմ բալկոնի տակին։ Դուս եկա ասի տղեկ ջան, համոթ եկել եք ուրախացնեք, բրախեք գնացեք։ Վեճը թեժացել էր ու գործը հասել էր դանակին։ Մի հարված էլ ստացել էր երիտասարդներին հանդարտեցնել փորձող բնակիչը։ Դանակահարողը համակարգացի Արման Բարխուդարյանն էր, որը դիմել էր փախուստի, սակայն ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում մեղայականով ներկայացավ Թումանյանի բաժին։ Բարխուդարյանը հայտնեց, որ հարբած է եղել։ Հիշում էր միայն, որ շենքից դուրս գալիս տեսել է ինչ-որ տղաների ու թվացել է իր վրա են ծիծաղում։ Նախապատրաստված նյութերը ոստիկանության բազումի եւ Թումանյանի բաժիններից ուղարկվեցին Թումանյանի քննչական բաժին։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Արման Բարխուդարյանին մեղադրանք առաջադրվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով եւ խափանման միջոց ընտրվեց կալանքը։